Հարգելի հեռուստադիտողներ, Արարատյան խոհանոցն է եթերում, բարև ձեզ։ Եվ այսպես, հարգելի հեռուստադիտողներ, պատրաստելու ենք Գողթան գավառի հագանի, Գողթի հագանի։ Այս ուտեստը նորից հավի կրծքամսով է եւ ունի հետեւյալ բաղադրությունը։ Հավի կրծքամիս, լոլիկ մածուկ, ձվի դեղնուցով պատրաստելու ենք մենք մի յուրահատուկ սոուս, օգտագործելու ենք ընկույզ, օգտագործելու ենք նաև բակլա եւ կանաչիների տեսականի, օգտագործելու ենք կոտեմ, թարխուն եւ կանաչ սոխ, բնականաբար ընկույզով յուրահատուկ այսպես համեմունք պատրաստելով եւ ինչպես միշտ մեր ճկնաղ Գողթան սերը եւ ջերմությունը։ Սա ամենակարևոր համեմունքն է։ Գնացինք։ Սկզբի համար 6 ժամ պիտի թրջենք բակլան եւ մաքրենք կեղևից։ Լավ մաքրեցինք արդեն բակլան, տապակը տաքացնենք եւ մասնատենք հավի կրծքամիսը։ Հավի կրծքամիսը մասնատելու համար բարեկամներ հարկավոր է մկանային հյուսվածքին ուղղահայաց կտրել։ Մկանային հյուսվածքը տեսեք, այս ուղղությամբ է։ Մենք պիտի կտրենք մկանային հյուսվածքին ուղղահայաց, որ կարողանանք առանց կորստի տապակել։ Այսպես։ Ինչպես տեսնում եք, հավի կրծքամիսը դեռ համեմված չէ։ Ձեթը դաղենք, լավ պիտի դաղենք, որ անմիջապես կեղևապատենք կրծքամիսը։ Եվ մկանային հյուսվածքին հենց ուղղահայաց տեղադրում ենք տապակի մեջ։ Անմիջապես շրջում ենք։ Հիմա մի քիչ համեմ ենք աղով։ Սկզբի չի կարելի աղով համեմել, որովհետև աղը նպաստում է ջրազրկմանը։ Օգտագործելու ենք ձվի դեղնուցը։ Մնացածը մեզ պետք չէ։ Հենց հիմա այս ջերմաշանի տակ մենք կպատրաստենք այն թանձրուկը, որի մասին մենք խոսում էինք։ Դեղնուցը տեղափոխենք գտալի մեջ։ Կիսենք կիտրոնը։ Եվ հենց գտալով տաքացնում ենք, ուղղակի տաքացնում ենք այս դեղնուցը եւ խառնելով ավելացնում ենք կիտրոնի հյութը։ Ստացվում է մի քիչ թանձրոտ սոուս, ավելացնենք մի քիչ հոտավետ պղպեղ։ Ահա, վերջ, սա մեզ համար արդեն որպես թանձրուկ, միսը արդեն երկու կողմից կեղևապատվել է, այն ինչ որ մեզ հարկավոր էր, ավելացնում ենք բակլան, տոմատի մածուկը, եւ մի քիչ ջուր։ մեզ հարկավոր է, որ
այս հագանի թանձրուկը, սոուսը լինի թթվասերի խտության։ Հիմա այս պահին թթվասերի համարյա մոտիկ կոնսիստենցիա է։ Դրա համար մի քիչ, քանի որ դեռ ջերմային մշակման պիտի ենթարկենք, ջուր ավելացնում ենք, որ եփվելու ժամանակ արդեն ինքը դառնա այն խտության, որ խտությունը, որ մեզ հարկավոր է։ Ուրեմն նշած կանաչիները կանաչ սող, կոտեմ եւ թարխուն կտրատում ենք։ Ընկույզը եւ սխտորը այս ամբողջը խառնում ենք իրար, ավելացնում ենք մի քիչ խոշորաղ եւ համեմի սերմ։ Նորից շարունակում ենք այսպես խառնել մեկը մյուսին։ Հենց այս պահին դուք պիտի տեսնեք, թե ինչ բույր է արդեն առաջանում այս համեմունքի այս մասից։ Լավ, համեմունքը տեղափոխենք ափսեի մեջ։ Եվ մի մասը հենց այս պահին դնենք, ուտեստի վրա նաև այս սոուսը, վերջ բարեկամներ, հիմա կրակը կիջեցնենք և կափարիչով կծածկենք, պիտի այս ամբողջը միասին դամմի, դանդաղ եփման պրոցես է սա, հենց այդպես է կոչվում է։ Մեզ կպահանջվի ուղիղ 12 րոպե։ 12 րոպեից հետո նորից կհամեմենք եւ այս ուտեստը արդեն պատրաստ է, հիշեցնեմ, Գողթան Հագանի։ Բարեկամներ, 12 րոպե անցավ, չնայած մի քիչ ավելին մենք սպասեցինք, մոտավորապես 15 րոպե, ուտեստը արդեն պատրաստ է, ինչպես նշել էի, թանձրուկը պիտի դառնար թթվասերի խտության, դարձել է արդեն, վերջնական այսպես համեմունքը ավելացնենք, խառնենք, և այո, ծածկենք ու կրակից վերցնենք, վերջ, ուտեստը պատրաստ է, նորից հիշեցնեմ, Գողթան Հագանի, բաղադրությունը հավի կրծքամիս, լորիկ մածուկ, բակլա, օգտագործեցինք որպես համեմունք սխտոր, ընկույզ, կանաչներից օգտագործեցինք թարխուն, կանաչ սող և կոտեմ։ Ավելացրինք նաև ձվի դեղնուցից պատրաստված հատուկ սոուս, ձվի դեղնուցի մեջ մի քիչ այս գլորշու վրա պատրաստեցինք և կիտրոն քամեցինք և ահա ուտեստը պատրաստ է։ Իսկ հագանիները դուք գիտեք, որ մենք մատուցում ենք ավանդական կավից պատրաստված սպասքի մեջ։ Ահա։ Այսպիսի բուրմունք միայն կարող էինք ստանալ Գողթան գավառում։ Ահա հենց այսպես։ Հենց այս տեսքով չմոռանանք հացերի հացը չոր լավաշը, և Գողթան
Հագանին պատրաստ է։ Բարեկամներ, այսօրվա համար պատրաստել ենք այսքանը։ Կարծում եմ մենք միասին այսօր կատարեցինք մի լավ արդյունավետ գործ։ Ուզում եմ, որ ձեր սեղաններին միշտ լինի ազգային ավանդական ուտեստներ եւ այդ ուտեստները նպաստեն ձեր առողջությանը եւ հաջողություններին։ Մենք լինենք միշտ միասին, լինենք առողջ եւ երջանիկ։ Ազգ սիրենք ու հայրենիք, եւս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու բարեկամներ։ Ուզում եմ, որ դուք միշտ լինեք առողջ։ Ցտեսություն բարեկամներ։ Հագանի, հավի կրծքամիս 200 գրամ, տոմատի մածուկ 50 գրամ, ձվի դեղնուց 1 հատ, ընկույզ 50 գրամ, բակլա 100 գրամ, կոտեմ, թարխուն, կանաչ զող, աղ, պղպեղ, բարեխորշակ։